My great fellow Americans, earlier today on the eve of the Thanksgiving holiday, Սիրելի հայրենակից ամերիկացիներ, այսօր գոհաբանության տոնի նախօրեին երկու ազգային գվարդիականներ, ովքեր ծառայում էին Վաշինգտոնում, ծանր վիրավորվել են։ Նրանց վրա կրակ է բացվել ամենամոտ հեռավորությունից, դրանից կազմակերպված հարձակման արդյունքում, ընդամենը մի քանի քայլ հեռու Սպիտակ տանից։ Նրանք ներգրաված էին մեր մայրաքաղաքի պատմության մեջ ամենահաջողված հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ծրագրին, ապահով և գեղեցիկ Վաշինգտոն հատուկ ստորաբաժանմանը, որը ձեռք է բերել աննախադեպ արդյունքներ, նվազեցնելով բռնի և այլ տեսակի հանցագործությունները։ Այս սարսափելի հարձակումը չարության, ատելության և ահաբեկչության դրսևորում էր։ Դա հանցագործություն էր ոչ միայն այդ զինծառայողների, այլև ամբողջ ազգի դեմ։ Դա հանցագործություն էր մարդկության դեմ։ Այս պահին բոլոր ամերիկացիների սրտերն ու մտքերը ուղղված են դեպի արևմտյան Վիրջինիայի այդ երկու գվարդիականները և նրանց ընտանիքները։ Մեր ժողովրդի ամբողջ սերը և աջակցությունը նրանց կողքին է, և նրանք մեր աղոթներում են։ Թեև վշտացած ենք այդ հարվածից, միևնույն ժամանակ լցված ենք արդարացի զայրույթով և անսասան վճռականությամբ։ As President of the United States, Որպես Միացյալ Նահանգների նախագահ ես վճռական եմ ապահովել, որ այն գազանը, որը կատարեց այս ոճրագործությունը, վճարի հնարավոր ամենախիստ գինը։ I can report tonight that based on the best available information, the Department of Homeland Security is confident that the suspect in custody is a foreigner. Այս պահին իմ ունեցած տեղեկատվության հիման վրա ներքին անվտանգության նախարարությունը վստահ է, որ կասկածյալը օտարերկրացի է, որ ԱՄՆ-ը մուտք գործել Աֆղանստանից, այդ տանջալի վայրից։ Նա ԱՄՆ-ը տեղափոխվել Բայդենի վարչակազմի օրոք 2021 թվականի սեպտեմբերին, այն հայտնի չվերթներով, որոնց մասին բոլորը խոսում էին։ Ոչ ոք չգիտեր, թե ով էր գալիս, ինչ նախապատմությամբ։ By President Biden, a disastrous president, the worst in the history of our country. Նրա կարգավիճակը երկարացվել էր նախագահ Բայդենի ստորագրած օրենսդրությամբ, դա աղետալի որոշում էր մեր երկրի պատմության ամենավատ նախագահից։ Այս հարձակումը ընդգծում է մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ ազգային անվտանգության սպառնալիքը։ Նախորդ վարչակազմը թույլ տվեց, որ մոտ 20 միլիոն անհայտ և չստուգված օտարերկրացիներ մուտք գործեն մեր երկիր աշխարհի տարբեր ծայրերից, այն վայրերից, որոնց անունն անգամ չես ցանկանա լսել։ Որևէ երկիր չի կարող հանդուրժել նման վտանգ։ Օրինակներից մեկը Մինեսոտան է, որտեղ 100,000-ավոր սոմալացիներ քանդում են երբեմնի հզոր այդ նահանգը միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով այն դեպքում, երբ իրենք գալիս են երկրից, որը չունի կառավարություն, օրենք, բանակ ու տարրական պայմաններ, բայց այստեղ Միացյալ Նահանգներում ոմանք դասեր են տալիս մեր սահմանադրության մասին, քննադատելով մեր երկիրը։ Մենք այլևս չենք հանդուրժի նման հարձակումներ օրենքի և կարգուկանոնի դեմ մարդկանց կողմից, ովքեր ընդհանրապես չպետք է լինեին մեր երկրում։ Who has entered our country from Afghanistan under Biden. Մենք պարտավոր ենք վերանայել Աֆղանստանից մուտք գործած յուրաքանչյուր օտարերկրացու կարգավիճակը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, ապահովելու, որ ցանկացած օտարերկրացի, ով չի պատկանում այս երկրին կամ չի բերում շահ, դուրս բերվի այստեղից։ Եթե նրանք չեն սիրում մեր երկիրը, մենք նրանց այստեղ չենք ուզում տեսնել։ Ամերիկան երբեք չի ծնկի ահաբեկչության առաջ, և միևնույն ժամանակ մենք չենք դադարի կատարել այն առաքելությունը, որի համար այդ զինծառայողներն աշխատում էին ամբողջ նվիրվածությամբ։ That I have directed the Department of War to mobilize an additional 500 troops to help. Այդ պատճառով ես այս երեկո հայտարարում եմ, որ հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը մոբիլիզացնել և Վաշինգտոն ուղարկել ևս 500 զինծառայող, որպեսզի պաշտպանեն մեր մայրաքաղաքը։ Մենք Ամերիկան կրկին ամբողջովին անվտանգ կդարձնենք, և մենք կհասցնենք այս վայրագ հարձակման կատարողին արագ և անխուսափելի արդարադատության, եթե արդեն իսկ պատասխան կրակոցները դա չեն արել։ Այս տոնական օրերին, երբ մարդիկ հավաքվում են ընտանիքների հետ, այդ երկու հայրենասեր զինծառայողները մեր երկրի համազգեստով հսկում էին մեր մայրաքաղաքի փողոցները։ Նրանք երդում էին տվել պաշտպանել մեր երկիրը բոլոր թշնամիներից, արտաքին և ներքին, և հենց դա էին անում, երբ վայրագ հարձակման ենթարկվեցին։ Ես ուզում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը բոլոր ԱՄՆ զինծառայողներին, թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Շնորհակալություն նաև գաղտնի ծառայությանը և Վաշինգտոնի ոստիկանությանը նրանց աշխատանքի համար։ This Thanksgiving, I ask every family to say a prayer for the. Այս գոհաբանության օրը ես խնդրում եմ յուրաքանչյուր ընտանիքի աղոթել այդ երկու հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների համար։ Թող Աստված օրհնի նրանց, ուժ տա և մխիթարի, և թող Աստված օրհնի ու պաշտպանի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շնորհակալություն և բարի գիշեր։